Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դեռ պաշտոնապես չի սկսել, բայց տպավորություն է, որ մունդիալն արդեն բացվել է։ Հարցաքննություններով, վիզաների դրամայով, վնասվածքներով, ընկերական խաղերի կռիվներով եւ իհարկե տրանսֆերային բամբասանքներով, որից մենք թիմ ենք հավաքում, Ռեալի նախագահական շոուն, Յունայթեդի նոր պլանները, ֆուտբոլիստ, որը առանց գոլ խփելու դարձավ աստղ։ Այս ամենը մեր այս թողարկման մեջ, նենց որ բաժանորդագրվեք, լայք դրեք այս վիդեոին, այն արժանի է, ասեմ ավելին արժանի։ Մունդիալից առաջ ընկերական խաղերը պետք է լինեն հանգիստ փորձարկումների համար, բայց կան ֆուտբոլիստներ, որոնք ասում են ընկերական շատ լավ, մենք ընկերական իրար կտպենք։ Պորտուգալիա-Չիլի խաղը շատ լավ օրինակ էր։ Պորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվով, բայց խաղը լարված էր, երկու թիմերն էլ մնացին 10 հոգով։ Ռաֆա Լեաոն մի փոքր չտիրապետեց իր հույզերին եւ սկսեց կռվել մրցակցի հետ։ Արդյունքում նույն օրն մի շարք հավաքականներ իրենց ստուգողական հանդիպումներն անցկացրին։ Արգենտինան առանց Մեսսիի հաղթեց Հոնդուրասին, Գերմանիան ԱՄՆ-ին, Բրազիլիան Եգիպտոսին, Անգլիան Նոր Զելանդիային։ Ու պատկերացրեք, ոչ մի կռիվ չեղավ։ Ընկերական խաղերն իրենց հետևանքները թողնում են։ Օրինակ Գերմանիան հաղթում է, բայց վնասվածքների խնդիր ունի։ Անգլիան հաղթում է, բայց բոլորը դեռ շարունակում են աստղային ֆուտբոլիստների բացակայության մասին հարցեր տալ։ Արգենտինան հաղթում է, բայց իհարկե բոլորի ուշքն ու միտքը Մեսսիի ոտքերն են, հատկապես ձախը։ Արգենտինացին պարզապես ֆուտբոլիստ չէ իր երկրի համար, արդեն շատ վաղուց։ Նա ջերմաստիճան մթնոլորտ է փոխանցում թելադրում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Մեսսին վերականգնվում է մկանային թեթև վնասվածքներից եւ հավաքականի գլխավոր մարզիչ Սկալոնին հայտնել է, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, բայց հասկանում եք, չէ, արգենտինացիների համար կարգին է արտահայտությունը նման է, որ տնտեսությունը կարող է շատ արագ փլուզվել։ Հասարակ մարզումից բացակայության պատճառով արգենտինացիները սկսում են շոկի մեջ ընկնել։ Դուք պատկերացնում եք, թե վնասվածքը մունդիալից առաջ ինչ տրամադրություններ է հարուցել նրանց շրջանում։ Հուսանք Մեսսին կազմապատրաստ կլինի հենց սկզբից։ Արգենտինան ունի Լաուտարո Մարտինես, Խուլիան Ալվարես, բայց ամբողջ երկիրը մինչև հիմա նայում է Մեսսիի ոտքին։ Շատ ուշադիր։ Իհարկե նման խոշոր մրցաշարերից առաջ ամենավատ բառը, որ կարող է հնչել, դա վնասվածքն է։ Գերմանիայի հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Լենարդ Կարլը դուրս է մնացել հայտացուցակից վնասվածքի պատճառով ու չի մասնակցի խաղերին։ Չնայած նրա շատ համեստ տարիքի, նա արդեն որոշիչ դեր է ունենում թե Բավարիայում, թե հավաքականում, բայց լավ է, որ դեռ երիտասարդ է ու դեռ շատ նման մրցաշարերի կխաղա ապագայում։ Իսկ Գերմանիայի հավաքականի ձեռքը քարի տակ չի, կգտնեն էլի փոխարինող։ Բացի այդ, շատ հավաքականներ ունեն փոքր ու մեծ խնդիրներ վնասվածքների հետ կապված, բայց դե ամենակննարկվողը իհարկե մնում է Նեյմարի հարցը, երբ կվերականգնվի, ինչ կարգավիճակով կվերականգնվի բրազիլացին դեռ պարզ չի, բայց Բրազիլիայում իհարկե հուսով են, որ նա որոշիչ շրջանում կվերադառնա ու առաջ կտանի իր թիմին։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Որքան մունդիալը մոտենում է, այնքան հարցերը շատանում են։ Ինչպես արդեն գիտեք, այն կայանալու է 3 երկրներում՝ ԱՄՆ, Մեքսիկա եւ Կանադա, ու այստեղ լոգիստիկ հարցեր են առաջանում։ Խաղերը տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում են լինելու, տարբեր հեռավորության վրա, ու մի խաղից մյուսին անցնելը ոչ թե լինելու է մետրոյով կամ ավտոբուսով, այլ ինքնաթիռով։ Տեղափոխությունները շատ են լինելու ու գուցե հոգնեցուցիչ։ Թե որքանով դա կգոհացնի եվրոպացի շատ բարձրակարգ, իրենց մասին բարձր կարծիք ունեցող հավաքականներին եւ ֆուտբոլիստներին, կտեսնենք ընթացքում, բայց որ դժգոհություններ լինելու են հատկապես պարտությունների դեպքում,
աներկբա է։ Բայց այդ ամենը իհարկե չի խանգարում, որ այս երկրներում աշխարհի առաջնության տրամադրությունը տարածվի ամբողջ երկրով։ Իհարկե ԱՄՆ-ն պակաս ֆուտբոլային երկիր է, ինչը նույնպես կարելի ասել Կանադայի մասին, այնտեղ տոն են տալիս այլ մարզաձևեր, բայց այ Մեքսիկան ուրիշ պատմություն է։ Այստեղ ֆուտբոլը շատ խորը եւ լավ ավանդույթներ ունի ու դա երևում է նաեւ Մեքսիկայի, Մեխիկոյի եւ այլ քաղաքների փողոցներում։ Ես կարծում եմ, որ ամենագեղեցիկ եւ լավ տրամադրությունը հենց Մեքսիկայում է լինելու, բայց այնտեղ անցկացվելու են ցավոք ամենաանորոշ խաղերը։ Պատկերացրեք, այստեղ երկրպագուները փորձել են աշխարհի ամենամեծ ալիքը ձևակերպել, անունը դնելով Mexican Wave։ Սա այն դեպքում, երբ խաղերը դեռ չեն էլ սկսվել։ Բայց այ ԱՄՆ-ն աչքի է ընկնում վիզաներ տրամադրելու խոչընդոտների հարցում, որին մենք անպայման կանրադառնանք։ Նման մեծ մրցաշարեր անցկացնելիս իհարկե կուլիսներում երբեմն լինում են խառնաշփոթ ու քաոս։ Այս աշխարհի առաջնության դեպքում դա ոչ թե կուլիսներում է, այլ կարելի ասել հենց բեմում։ Մասով ու ահա հիմա էլ տոմսերի, մասնավորապես տոմսերի գների եւ դրանց վաճառքի զավեշտալի պատմություններ կան, բայց միանգամից ասեմ, որ երկրպագուները բողոքում են տոմսերի անչափ բարձր գներից, ինչը իհարկե FIFA-ի կողմից պետքա որ վերանայվի։ Guardian-ը գրում էր, որ տոմսեր են եղել, որոնք վաճառվել են $0 ու ամենավատն են այդ երկրպագուների համար, որոնք գնել են դա այդ տոմսերը չեղարկվել են։ Երևի երկրպագուները հենց այդ գնելու պահին $0 տոմսը մտածել են, թե FIFA-ն դարձել է բարեգործական հիմնադրամ, բայց միայն բացասականը չէ, այլ դրական թեմաներ նույնպես առանձնացվում են աշխարհի առաջնության այս թոհուբոհի մեջ։ Օրինակ Նոր Զելանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Թիմ Փեյնը շատ արագ դարձել է մեգա հայտնի ընդամենը մի քանի բառի շնորհիվ։ Արգենտինացի բլոգեր Վալեն Սկարսինին օգնել է ֆուտբոլիստին, որովհետև նա տեսել է, որ աշխարհի առաջնությանը մասնակից բոլոր թիմերի ֆուտբոլիստների շրջանում նա ամենաքիչ հետևորդներն է ունեցել ընդամենը 4000 եւ նա իր էջով խնդրել է իր հետևորդներին հետևել այդ ֆուտբոլիստին, արդյունքում այնքան ազդեցիկ է եղել այդ խնդրանքը, որ տղան 4000-ից հասել է 5 միլիոնի եւ հանգիստ կարող է արդեն ինտեգրացիաներ, գովազդներ անել, օրինակ Royal-ի բույ։ Նախկինում պետք էր տանջվել, խաղալ, պարապել, չգիտեմ, գոլեր խփել, որ դառնալ հայտնի, իսկ այսօր ընդամենը մի հայտարարություն ու դու դառնում ես մեգաստար։ Պատկերացրեք, որ խաղերի ժամանակ էլ հանկարծ այս ոգևորության ֆոնին նա սկսի գոլեր խփել։ Մինչ հավաքականները փորձում են խաղալ եւ չվնասել իրար, չկռվել իրար հետ եւ օդանավակայաններում իրար չհարցակնել, տեղի են ունենում տրանսֆերային նորություններ թող ու բող, իհարկե ակումբները հիմա ատամները սրած սպասում են, թե ով պետքա փայլի աշխարհի առաջնությանը, որ նրան հոպ-ստոպ անեն, բայց մինչև այդ էլ անցնող մրցաշրջանը շատ երկար էր եւ երկար ժամանակ կար նրանց հայտնաբերելու ու այդպիսիք շատ եղան։ Նախորդ վիդեոյում մենք անպայման խոսել ենք դրա մասին, եւս հիմա կխոսենք հավանական տրանսֆերներից, դրանցից որոշները արդեն կայացած են ու ընդհանուր մի փոքրիկ թիմ կհավաքենք ու կներկայացնենք ձեզ։ Տրանսֆերային մեր թիմի դարպասը վստահում ենք Մայք Մենյանին Միլանից։ Ֆրանսիացի դարպասապային լրջորեն ցանկանում են Չելսին եւ Պարի Սեն-Ժերմենը։ Հաշվի առնելով Միլանի ներկայիս վիճակը, ամենայն հավանականությամբ Մենյանը կգնա։ Աջ պաշտպանի դիրքում Բարսելոնայի ֆուտբոլիստ Ալեխանդրո Բալդեն է։ Կատալոնական աղբյուրները գրել են, որ Մանչեսթեր Յունայթեդը շատ հետաքրքրված է այս պաշտպանով, ինչպես գունիացիների համար նա կարող է լինել արագություն, անցումներ, փոխանցումներ եւ պաշտպանություն պահանջված դեպքում։ Կենտրոնում Կոնատենա Լիվերպուլից նա դեռ նախորդ մրցաշրջանից ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի Ռեալ, բայց չստացվեց ու այս մրցաշրջանը դեռ չավարտված
վեշերը հավաքել է ու գնում է Մադրիդի Ռեալ կենտրոնը ցեմենտելու եւ ուժեղացնելու։ Նրանք կարող են գումարել նաեւ Սալիբային, որը Արսենալի հետ դարձավ Անգլիայի չեմպիոն, գրեթե Չեմպիոնների լիգան էր վերցրել ու ընդհանրապես վերջին տարիների թոփ պաշտպաններից է համարվում։ Նրան իհարկե շատերն են ցանկանում, բայց քչերը կարող են իրենց թույլ տալ։ Ձախ պաշտպանի դիրքում Նաիր Տիկնիզյանն ու միանգամից նրան գումարում ենք Էդուարդ Սպերցյանին կիսապաշտպանությունում ու ստանում ենք մի կապ, որը կարող է քանդել ցանկացած այլ անկապ կապեր։ Մի քիչ խառը ստացվեց։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի հավաքականի ընկերական խաղը Ղազախստանի դեմ այս երկուսի համար շատ լավ ստացվեց։ Նրանց կապը իսկապես ձախ եզրում շատ լավ է աշխատում եւ ես պատկերացնում եմ, եթե նրանք մարզվեն ու խաղան մեկ անկումբի կազմում շատ երկար ժամանակ ուղղակի կպայթեցնեն։ Իսկ Էդուարդ Սպերցյանի հրաշագործ փոխանցումներն ու գոլը, որը փրկող եղավ եւ խաղն ավարտվեց 1-1 չնայած ընկերական էր, նույնը միայն հուսալ, որ Էդիկը անպայման կգնա։ Կիսապաշտպանության կենտրոնում Էդերսոնն է Ատալանտայից, որը վերջապես այդ քայլը կատարեց եւ դարձավ թոփ ակումբի բաժին։ Նա տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ։ Վերջին տարիներին Ատալանտայում նրա խաղը իսկապես տպավորիչ է ու եկել էր ժամանակը ու Կազեմիրոյի բացակայությունը հեռանալը նրա համար տեղ բացեց եւ Կարիկի գլխավորությամբ նա պետք է որ շատ լավ հարմարվի Յունայթեդին։ Կիսապաշտպանության գծում սակայն ամենապահանջված ֆուտբոլիստը Պարիս Սեն-Ժերմենի պորտուգալական զույգից Էն Պուճուրն է, Նևեշը, որը համ երիտասարդ է, համ արդեն իսկ փորձառու է, համ էլ տաղանդներ, սկիլեր, գործառույթներ, ինչ ասես ունի այդ տղեն ու տրամաբանական Ռեալն է ուզում։ Նրան էլ իհարկե կարող ենք գումարել Մարկ Կասադոին, որը նույնպես Բարսելոնայից ցանկանում է հեռանալ։ Իհարկե Բարսելոնան նրա տունն է, իհարկե նրան այնտեղ բոլորը սիրում են, բայց ֆուտբոլիստը ցանկանում է շատ խաղաժամանակ, ինչը Բարսելոնայում կարծես թե չի ստացվում ու նա էլ փնտրտուքների մեջ է իր համար հարմար տարբերակ գտնելու համար։ Հարձակման գծում կենտրոնում Հոլանդ Ծոլիսը իհարկե ուզում է Մադրիդի Ռեալը։ Մի բառով ասենք նա ուզում է բոլորին ու միանգամից։ Հաշվի առնելով, որ Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է նախագահի պաշտոնում, նա անելու է ամեն ինչ, որ նրանցից գոնե 6-ին բերի, բայց իրականության մեջ շատ բարդ կլինի իհարկե։ Իսեի պարագայում Բավարիայից արդեն նշել են, որ նա չի վաճառվում, ինչ գինել որ առաջարկեն, Օլիսեն պետք է մնա, իսկ այ Հոլանդի անունը շատ են կապում նրանց հետ, բայց այդ դեպքում թե ինչ է լինելու Մբապեի հետ, այ դա շատ հարցական է։ Շատ խճճված պատմություն է։ Գլխավոր մարզիչ կնշանակենք Ժոզե Մորինյոին, որը կարծես թե Պերեսի վերընտրմամբ վերադառնում է Ռեալ, որ փոխի ու դզի ամեն ինչ, ու որ ավելի կարևոր է, տարածվում են լուրեր, որ նրան մարզչական շտաբում օգնելու է անձամբ Պեպեն, Ռեալի կարելի է ասել որոշ վերապահումներով լեգենդներից մեկը։ Հիմա Մադրիդի Ռեալում ընտրությունների մասին։ Պերեսը այդ արտահերտ ընտրությունները կազմակերպեց իր դիրքը ամրապնդելու համար։ Նրան ձեռնոց էր նետել Ոմն Ռիկելմեն, որին Պերեսը ընդհանրապես չէր էլ ճանաչում, իր խոսքով իհարկե։ Բայց ամենակարևորն այն է, որ Պերեսը իր տարերքի մեջ էր, խոստանում է հրավիրել բոլորին ու միանգամից, իսկ երկրորդ թեկնածուն ասում էր, որ ինքը գլխավոր մարզիչ որպես կբերի Յուրգեն Կլոպին, բայց իհարկե նրան շախ եւ մատ արեց գերմանացի մասնագետի գործակալը, որը շտապեց հայտնել, թե Յուրգենը չի պատրաստվում վերադառնալ մարզչական գործունեության, ինքը երջանիկ է Red Bull-ում եւ իհարկե շատ երջանիկ է, մարդը այնտեղ բլոգներ է նկարում all around the world։ Մի խոսքով, այս ամենը շատ տարօրինակ եւ շատ իրադարձային է ու ես չեմ զարմանա, որ մի օր պարզվի, թե Netflix-ը այս իրադարձությունների կողքից կամերայով հետևում էր եւ մի օր սերիալ կամ գեղարվեստական ֆիլմ դուրս կբերի։ Իհարկե շատ թեժ է լինելու աշխարհի առաջնության ժամանակ եւ գուցե շատ մեծ հնարավորություն կա, որ ոչ ֆուտբոլային թեմաներով, որովհետեւ այնտեղ երկրներ կան, որոնք Ամերիկայի հետ
վատ իմաստով։ Օրինակ Իրաքը, որը շատ երկար դադարից հետո վերադարձել է, բայց նրանց խաղացողներից մեկին առաջատարին շատ երկար մի 7 ժամ պահել են օդանավակայանում եւ հարցաքննել, թե բա ընկեր դու կարողա տերորիստ ես։ Նույնը Իրանի մասին, որի մասնակցությունը մի քանի ամիս առաջ դեր հարցականի տակ էր, բայց այսօր նրանք հայտնում են, որ անպայման գնալու են, չնայած նախնական իրենց բազան, որը Ամերիկայի նահանգներից մեկում էր, տեղափոխել են Մեքսիկա։ Շատ հետաքրքիր եւ ինչ որտեղ դիվանագիտական հարցեր են լուծում ֆուտբոլի միջոցով, որը շատ դեպքերում վնասում է բուն խաղին, բայց դա միշտ էլ այդպես է եղել։ Սանք, որ ոչ մի լուրջ, ոչ ֆուտբոլային միջադեպ տեղի չի ունենա այս համարյա 40 օրվա ընթացքում եւ մենք հնարավորություն կունենանք հետևել զուտ ֆուտբոլային հետաքրքիր իրադարձային ու շատ գեղեցիկ ֆուտբոլի։ Այսքանը այսօրվա համար, մնացեք մեզ հետ, բաժանորդագրվեք, լայքեք, որովհետև աշխարհի առաջնության ժամանակ մենք կրկին տեղում կլինենք։